Փոշոտ ու քարքարոտ ճանապարհը տանում է անդնդախոր Դեպետի կիրճը վերևից հսկող սարերի վրա բազմած ձորագյուղ։ Ճանապարհին կանգ ենք առնում վայելում փամբակի խուլ ձայնն ու նրան միախառնված քամուսու լոցը։ Ֆանտաստիկ է, կիրճը հրաշք։ Այս տեսարանը մենք հյուրերս վայելում ենք հազվադեպ, իսկ կան մարդիկ, երջանիկներ, որոնց տան պատուհանից է բացվում այս ու ավելի չքնաղ տեսարաններ։ Այդ մարդիկ ձորագյուղցիներն են, որոնց գյուղը բազմել է ձորագետի ու փամբակի միախառնման տեղից վեր ժայռերի գագաթին, որտեղից չքնաղ տեսարաններ են բացվում դեպի փամբակի, լորվա ու արևածագի գեղատեսիլ կիրճերը, փամբակի, Դեպետի ու ձորագետի անհնազանդ խռովքները դեպի հնևանքը, Կիրո աղբոր ամրոցները, Ձորագեսի ջրահավաք լիճը, հարևան գյուղերն ու փամբակի լեռնաշղթան։ Մեր գյուղը ազիզ եղել է ներքևը ձոր ենք ասում, հենց այդ ձորի մեջ է եղել։ Ժամանակի ընթացքը մեզ շահալվեցի որ եկել են մթաթես կողմից, տիրանան, հողեր, մողեր, բան, բարձացել նստի ու ստեղա, դեղել լա ձորի գյուղ, նա բարձացել նստի արդեն վերևը էլի նույն ձորի գյուղը մնացել է հենց։ Ինչպես ասացինք, փոշոտ ու քարքարոտ մոտ 5 կիլոմետրանոց ճանապարհը տանում է չքնաղ ու մի տեսակ մոռացված գյուղ։ Թեև ձորագյուղը M6 միջպետական մայրուղուց հեռու չէ ու օրեցօր զարգացող Դեպետին ու Դսեղին հարևան, բայց այստեղ կյանքն ուրիշ է։ Չկա այդ երկու գյուղերին բնորոշ զբոսաշրջային ակտիվություն, փոխարենը ձորագյուղն ունի անասելի գրավչություն, կարմիր կղմինդրե տանիքներով, հին բայց գեղեցիկ տներով, փոքրիկ շատ դեպքերում արդեն վայրեացած այգիներով, բայց եւ անչափ գրավիչ։ Ձորագյուղը փոքր բնակավայր է, գյուղի բնակչության թիվը 2000-ականներից հետո չի անցել 400-ը, հիմա այդ թիվն էլ կիսով չափ նվազ է։ Փոխարենն այստեղ ապրողները ջերմ ու հյուրընկալ մարդիկ են։ Զարմանալի զուգադիպությամբ մեր այցելած բոլոր ընտանիքներում որևէ առիթ էին նշում։ Մի դեպքում սկսած շինարարության առիթով էր բացված սեղանը, մի ուրիշ դեպքում էլ դե պարզապես գյուղ է։ Հողի սեզոնը դեռ չի բացվել ու պարզապես գյուղացիներով սեղանի շուրջ են հանդիպում ու աշխարհի անցուդարձը քննարկում, խաղաղության համար բաժակ բարձրացնում։ Ինչ ասենք աշխարհի խաղաղություն ալի։ Հետասարդեն ամուսնանան։ Ձորագյուղի կամփեքը սարքվի։ Միշտ էլ խաղաղություն ալի ամուսնանալ չեն մնալ, մեկը կարող է մնալ, բայց ամուսնանալ, բայց աշխարհի որ խաղաղություն երեխեք ջան։ Լավ է կլի, շատ լավ է կլի։ Մեր հայոց աշխարհը առողջնի Ես իմ դառն ապրել եմ։ խաղաղություն։ Գերի ճամփեքը կսարքվի, բادر չենք էլ վրազան թող մեկը խաղաղի։ Նկատեցիք, աշխարհին խաղաղություն ցանկանալուց, գյուղի ճանապարհն ասֆալտապատ տեսնելուց բացի ձորագյուղցիների մաղթանքն ինչպես ամենուր, գյուղի տղաների ամուսնությունն է։ Եթե թավոր գյուղ գիտեք, այսքան շատ դեզդեն եք գնեմ, որ ուրիշ տեղել աղջիկներն են շատ, պատվաստան ենք էլի դեգուսազից։ Ես ժամանակին ամուսնացել եմ, մինչև հենց հմել, այսօր էլ ոնց ասած, քարոզում եմ որ ամուսնացեք։ Որ չեն ամուսնանում, ինչ ասես։ Կամ սրանցով ուզիլա սրանց տրաշի։ Կադրից դուրս գյուղի երիտասարդներին չսափրվելու, չամուսնանալու համար մեղադրողը պարոն Վարդանն է, բայց տեսախցիկի առջև արդեն որոշում է գովաբանել գյուղի տղաներին ու առհասարակ գյուղը։ Մեր գեղի լավ բան են ասենք, Ուգարքի տարածաշրջանի միակ գյուղն է այս անհատությունից հետո ոչ մի հատ հող անմշակ չի մնացել։ Մշակել են սաղ, ում տենվեք մեզ գյուղերին, դսեղը մեզանի 1000 անգամ մեծ եղեգն ու վահագնի, բայց նրանք ոչ մի բան չեն արել, մեր գեղեցիկ հա։ Այս աղջիկները անցնավ ասվեն, արես ասվեն, բանը արես ապավելն ասալա համպերի ասա, ինտերվյու ենք տալի։ Այս աղջիկները անցն ասենք, որ մեր գեղի տղեկը սոված չեն, կարիք չունեն ոչ մի բանի, հաց, ջուր, կարտոշկա, պանիր, ամեկի գոմը մի 10-15 հատ տավար ունեն, խոզեր ունեն, կտվոր չենք բերեմ, լավ ապրելու վիճակը, թող գան
Կամ եթե չեն էլ գալի, զանգեն մերոն գնան։ Իսկ ես աղջիկների անունից պարոն Վարդանին հիշեցնում եմ, աղջիկների պահանջները վաղուց փոխվել են։ Միայն սննդով ու հագուստով ապահովելու պայմանը գայթակղիչ չէ, ավելին պարտադիր պայման են ճամփորդությունները կամ գոնե մեկը ամուսնականը։ Պարոն Վարդանն էլ հակադարձում է։ Այնքան սիրուն տեղեր ունենք, հանդեր ունենք։ Էմիրատցի գալիս են մեր Հայաստան, մենք գրանք էին ավազի մեջին, ինչ անենք, ուխտ քշենք։ Տո աղջիկերանց ասում ենք, հա Էմիրատներ էլ են գնալ, տո Թայլանդ էլ են գնալ, ընկանա բիրլատուն գզի բրծի։ Պարոն Արայիկը համագյուղացու հետ համաձայն չէ, ինքը մայրաքաղաքից է կին ընտրել, էլի ուշացումով, առաջ ուրիշ էր, ամռանը հարյուրավոր հովեկներ էին գյուղ գալիս, նրանց մեջ չտեսնված գեղեցկուհիներ, հիմա եկող չկա, ընտրության հնարավորություն ևս։ Անգզակարեք էլի, այս հիշում եմ, ոչ թե հիշում եմ, ենա թենցեր են վաղտը, գեին, քաղաքից որ գեին, այդ քաղաքի աղջկեք, ավելվլան աղջկեք էին, գեղեցկիլ ցխուետ մխուետ էլի թենցեր։ Ախնամ, ամբա, չէ, կընտրել։ Եթե մարդը տղամարդը չի ուզում ամուսնանալ, ուրեմն տղամարդ չի։ Այդ սա գերինքը բազում։ Հա, սաղի պատասխանել գիտեմ։ Չեմ ամաչում, ոչ մեկից են ոչ էլ վախամ եմ։ Մի 30 հոգի կլինի մեր գյուղում, ազապ տղեկ։ Հա դե գեղավարի սուբա, հենց ասենք։ Գյուղի չամուսնացած տղաներից մեկն էլ Ռոբերտն է, բարձր երաժշտությամբ հաճախ է խախտում գյուղի լռությունը։ Երիտասարդն Արցախյան պատերազմի մասնակից է, սիրում է իր ծննդավայրն ու այստեղ ապրելու նպատակներ ունի։ Ես իմ աշխատում ենք ապրում, ենք պլաններ տենց միշտ լավ է, էլի, որ արինանք ապրենք զուտ։ Մեր խնդիրներով ու ամենակարևորը առանց պատերազմների։ Մնում ամուսնանանք մեր համար երջանիկ մեր գյուղում ապրենք։ Տենց բնական խնդիրներ են էլի մնացածը մարդկային բոլորն ունեն։ Ուզում եի բիսեդկա սարքեմ տան Հայաթում, դրա համար եմ չարչարվում ճիշտն ասած։ Ես իմ փորձեմ մի բանով տունս գեղեցկացնեմ էլի, որ ձեր նման հյուրերին է կարենամ ստեղ հյուրասիրեմ։ Ռոբերտը նաև նոր բիզնես է սկսել, զբաղվում է ճագարաբուծությամբ։ Պետք է եղնի քանակը մեծացնենք, որ կարողանանք արդեն վաճառել էլի։ Ուղղակի այստեղ մի քիչ չարչարմուկ շատ է։ Ապրում ենք էլի գյուղա։ Շատ ենք սիրում մեր գյուղը, չենք լքում ու բարելավում ենք։ Ձորագյուղ շրջակա գյուղերից խուսափում են հարց գալ, բայց հեռավոր Սիբիրից առանց դժգոհության թևավորների ավելի քան 40 տասնյակ ընտանիքներ եկան։ Հեռավոր Սիբիրից ահա այս կցորդիչով մեքենայով իր 45 մեղվափեթակները հայրենի գյուղ է բերել գյուղի ամենահայտնի մեղվաբույծը։ Դե արդեն ժամանակն էր հետ գալու։ Կարոտը, հա, Այստեղ դե հայրենիք է, մեր ժողովուրդն են։ Այստեղ ավելի հարմար է, էլի։ Ես որ Ռուսաստան էի, ինձ ասում էի գնալու եմ Հայաստան, թե գնալու ես ինչ անես, գործ չկա, բան չկա, ասում եմ ես ուր էլ գնամ իմ գործը կա, մեղու որտեղ եք պահես կպահվի, հարմարվեցին, պրոստը մի քիչ մեր կառավարության պատճառով վնասներ կրեցի, ընդհանուր 45 հատ փեթակեր, բերեցի հասցրեցի մեր սահմանը, չեն թողում ներս բերելու, ասում պետքա թուղթ ունենաս, ներս մուսման թուղթ, ասում եմ սա մեղուներ է, ես այն թղթն ինչ պետք է էլ է, Սիբիրում եմ ես պահել, ընդեղ լրիվ դոկումենտացիան ամեն ինչ պատրաստ է, էլ որ ես կարենամ բերեմ մինչև իմ Հայաթը հասցնեմ։ Մի օր ընդեղ պահեցին, կեսից շատը հանգավ ընդեղ, սատկեցին 25 փետակը։ Գաղթված մեղուները շատ գոհ են, վկաբերքատվություն ու մոռացել են ցրտաշունչ իրենց ծննդավայրը։ Նրանք արդեն հարմարվել են Լեռնային Ձորագյուղի պայմաններին, ի տարբերություն շրջակա գյուղերի հարսնացուների, որոնք մերժում են Սիրակարոտ ձորագյուղցիների առաջարկը։ Հա, այս ամսի 21-ին մի հատ հարսանիքում 4 տարի է, սպասում ենք վերջ այդ հարսանիքը ստացվեց։ Ո՞րից է հարսը։ Բան, Կալինինոյի գյուղերից է։ Համոզովի է գալիս։ Աչե ոնց որ ինքը իր խոդով է գալի։ Հա, դե համոզիլը որն է, մեր փեսան ճարպիկ տղա էր հարսանքի ժամանակ պարգալու վատ, մատանին առաջարկել էր ու ստացվեց։ Թե մի բահույս ասում ենք, բալքի ես հարսանքին էլի են դեղան խնամի գան, ես մեր տղեկն էլ գոնե պարգալու վաղտ առաջ գնան տենան էլի։ Գյուղի տղաների ամուսնությունը գլուխ բերելու գործում պակաս կարևոր չէ ճանապարհի հարցը։ Ընտրությունից ընտրություն 5 կիլոմետրանոց ճանապարհը ասֆալտապատելու խոստումներ են լսում, հավատում ու սպասում։ Երնակ ձեր ոտը խերով էլի, բալի, ես նկարահանումները ոնց ասենք տեղին արժանան էլի։ Բադրա վրա մի հատ բան ասեմ, մի հատ լավ ընկեր ունենք, այն մեր մարսվետին ասավ կներեք ընկեր մարսվետի, ծանեկր վմազիս,
Ասեմ։ Դե ասիլ տեմ հմի մարսպետին ասավ ես չասեմ։ Ասավ պարոն մարսպետ, ձեր նման այնքան մարդիկ են եկել ու գնացել սուտ խոստում տվել ու արժանացել են իմ ուշունցին, մեր ուշունցին։ Մի ասավ հենց չանեք դուք էլ դրան արժանանք, թե չէ ման։ Մարսպետն ասել է, թե խնդիրը եւս մեկ անգամ կներկայացնի պատկան մարմիններին, բայց հստակ խոստում չի տվել։ Փոքր ու կղզիացած գյուղի ճանապարհի համար դեռևս դժվար կլինի միլիոնավոր դրամներ հատկացնել։ Բանն այն է, որ նախկինում Ձորագյուղը աշխարհի հետ կապված էր Թումանյան-Կուրթան հանրապետական նշանակության ճանապարհով։ Սողանքի հետևանքով այս ճանապարհը փակվեց։ Ասֆալտապատ ճանապարհը, որով Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան երթուղիների ավտոբուսներն էին աշխատում։ Այն հիմա գրեթե գոյություն չունի կամ անհնար է երթևեկել։ Մոտ 15 տարի առաջ բազմաթիվ բողոքներից հետո գյուղի ֆերմաներ տանող ճանապարհը վերակառուցվեց եւ կապվեց Ալավերդի Վանաձոր M6 մայրուղուն։ Կառուցեցին գրունտային եւ այդպես էլ մնում է մինչեւ օրս։ Հիմա մեր միջոցով ցանկանում են, որ խնդիրը հասնի երկրի ղեկավարներին ու ի վերջո լուծում ստանա։ Իրականը ասեմ, ցույց տեք դա թե չասեմ։ Չկֆոր մխուր չի տորը։ Չէ, քոֆուր մխուր չոբա չենք։ Ազիզ, կարճ ասեմ, սովետական միջունում ես ապրել եմ։ Եկավ, երգիրը սենց եղավ, պատերազմել է լավ։ Ամբողջ Երևանի համար, ամբողջը, դրամ եմ ասում, եթե չտեք, գյուղերը դարելա, ինչ ասեմ, ամայ, գալիս է խոստանում են, հապուկ բարձ դրին կլխիստակին ու գնացին։ Գնում են նաև ջահել ընտանիքները ու թվում է, թե հաջողությունը գյուղը կծաղկի, այդպես չէ, Ձորագյուղում ապագա չտեսնելով երիտասարդները գնում են, իսկ Ձորագյուղն ու մյուս գյուղերը դատարկվում են դառնալով ծերերի բնակատեղի, դատարկ ու ամայի, իսկ դիմումներին պատասխանում են, թե դա համաշխարհային տենդենց է։ Մերի Կոլոլյան, Գևորգ Քոչինյան, Ձորագյուղից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։